Լոռու մարզի սամբոյի ֆեդերացիան կազմակերպել էր տարվա կատարած աշխատանքների հաշվետու ամփոփիչ միջոցառում։ Ներկայացվեց 2025 թվականին ֆեդերացիայի կողմից Լոռու մարզի տարբեր մարզադպրոցներ այցելությունները, տրամադրված աջակցություններն ու կազմակերպված միջոցառումները, որից հետո տեղի ունեցավ լավագույն մարզիկների ու մարզիչների պարգևատրման արարողություն։ Խրախուսեցինք մարզիկներին իրենց գրաված բարձրագույն նվաճումների համար, չնայած նվաճումները շատ լավ են գոհ ենք մենք, բայց դրանով չենք բավարարվելու, պետք է մյուս տարի ավելի ջանք ու եռանդ չխնայենք, մեզնից կախված ինչ կա, մենք մարզիկների պիտի աջակցենք, մարզիկների աջակցելու արդյունքում մենք հույս ունենք, որ մյուս տարի մեդալների քանակը եւ մեդալների հարկը պետք է ավելի բարձր լինի։ Այս տարվա Վանաձոր համայնքի լավագույն մարզիկների անվանացանկում քիչ չէին սամբո սպորտաձևի մարզիկները։ Սամբոյի ֆեդերացիայի նախագահը վստահեցնում է, որ ջանք չեն խնայի այդ թվերը կրկնապատկելու համար։ Սամբոյի դպրոցը Վանաձոր քաղաքում հիմնվել է շատ լավ հիմքերի վրա է դրված, շատ բարձրակարգ մարզիչներ ունենք մենք, լեգենդար համաշխարհային ճանաչում ունեցող ու բացի այդ մարզիկները իրանց բարձր կամային եւ սպորտային որակներով փայլում են, այդ համահունչ համալիր աշխատանքի արդյունքում այս պատկերը, ինչը մենք տեսնում ենք, դրա արդյունքն է։ Առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորեմ բոլորիս գալիք նոր տարին եւ Սուրբ Ծնունդը եւ մաղթել ամենայն բարիք հայոց աշխարհին։ Այս տարվա արդյունքներից գոհ է նաև Սամբոյի հիմնադիր Գուրգեն Գևորգյանը։ Մեծ հեռանկարներ է տեսնում մարզիկների հետ կապված ու խորհուրդներ է տալիս հետագա մարզումների համար։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի համար եթե մեդալ, ապա միայն ոսկի։ Բնական է, որ եթե մարդը արդեն կարողանում է երրորդ կամ երկրորդ տեղ գրավել, սովետական միության, ասենք, կամ աշխարհի Եվրոպայի առաջնություններում, դե մենք չկա սովետական առաջնություն, ուրեմն նա կարա դաժե բանը առաջի տեղել գրավի, էլի։ Այսինքն մի փոքր ինչ-որ մի բան չի հերիքում։ Ես կյանքում չեմ հաշվել այդ երկրորդ, երրորդ տեղերը, միշտ ոսկիներն եմ ես հաշվել։ Դե ոսկին համ եռագույնա բարձանում, համ օրներքն է երկում։ Այդ տվյալ երկրում չուզող, դաժե չուզող երկրում դու ստիպում ես, որ իրանք բարձրացնեն ձեր եռագույնը եւ օրներքը նվագեն։ Բացի մարզիկներից ու մարզիչներից պարգևատրվեցին նաև նրանք, ովքեր հավատացել են մարզիկների հաջողությանը, մշտապես աջակցել ու եղել են Սամբոյի ֆեդերացիայի կողքին։ Ուրախանում եմ այդ հաջողությունները, որոնք իրանք բերում են եւ ես ապագան տեսնելով այդ երիտասարդների մեջ, ուզում եմ եւ նաեւ ընդեղ եմ աջակցում, որտեղ որ ասենք իրանք կարող են ինչ-որ մի բան նորություն բերել մեր քաղաքին, մեր հանրապետությանը, որովհետև սպորտն է, որ մարդկանց ընդհանուր դուխը կարողանում է բարձր պահել, որը դե շատ անհրաժեշտ այսօր մեր երիտասարդներին, մեր ազգին։ Եվ շնորհավորում եմ եւ մեդալների համար, եւ գալիք նոր տարին եւ Սուրբ Ծնունդ։ Սամբոյի ֆեդերացիան տարին փակում է լավ արդյունքներով ու վստահությամբ, որ եկող տարում մեդալների քանակը կավելանա։ Աշխեն Սուքիասյան, Հայկ Վարդանյան, Թղթապանակ։